Այո, առողջությանը պետք է հետևել, իսկ բուժում է նաև երաժշտությունը, եւ այսպես Արցախ կամերային նվագախումբը շարունակում է երաժշտական հաճելի երեկոներ պարգևել դասական երաժշտության սիրահարներին։ Այս անգամ նվագախումբը առաջարկում է միանալու բարոկ երաժշտության նուրբ ու ոգեշնչող ճամփորդությանը, որը տեղի կունենա կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 24-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Դավիթ Հակոբյանը, Արցախ կամերային նվագախմբի կոնցերտմեյստեր եւ Գրիգոր Առաքելյանը, համերգի դիրիժոր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ լավ, եկեք հասկանանք ինչ է սպասվում հենց այս երեկո եւ ինչ է լինելու, ինչ ծրագիր է ներառված։ Ծրագիրը, ինչպես հնչեց քիչ առաջ, բարոկ երաժշտություն է, բայց նաեւ հայկական երաժշտություն է հնչելու, կոմիտասյան գործերը, նոր մշակումներով, նվագախմբային փոխադրումներով եւ համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի թանգարանում, դուք ասացիք կամերայում, Արամ Խաչատրյանի թանգարանում, այո, այսպես ուրեմն հետաքրքիր ծրագիր է, վերջին տարիներին ես միշտ համադրում եմ եվրոպական բարոկ երաժշտությունը եւ հայ երաժշտությունը, շատ հետաքրքիր համադրում է դա, ավելի ցայտուն է երևում թե այն բարոկի ոճը, թե հայ երաժշտության առանձնահատկությունները այդ տեսակի ծրագրեր արել եմ եւ դրսում, այլ երկրներում եւ Հայաստանում եմ հաճախանում տարբեր խմբերի հետ։ Ինձ թվում է Դավիթը մի քիչ կներկայացնի Արցախ նվագախմբի գործունեությունը, քանի որ ես հրավիրված դիրիժոր եմ այս համերգի համար, ինքը ավելի լավ կներկայացնի։ Այո, նվագախումբը վերակազմավորվեց Երևանում Արցախյան տարհանումից հետո 25 թվականին մենք ունեցանք համերգներ, կուզեմ առանձնացնել մայիսի 5-ին տեղի ունեցած համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում Սերգեյ Խաչատրյանի հետ, դա մեր այս պահին դեռ ամենամեծ, ասենց կատարած ամենամեծ համերգն էր, իսկ արդեն սեպտեմբերից սկսած մենք փորձում ենք ամեն ամսյա ինչ-որ ծրագրեր անել, այսինքն ամեն ամիս մենք ունենք ինչ-որ համերգ կամ հիմա ունենք օրինակ նոր կրթական ծրագիր, որը անում ենք մանկապարտեզի երեխաների համար, ինչպես նաև վաղ դպրոցական տարիքի երեխաների համար, ու ինքը շարունակական ծրագիր է, հիմա մենք գործընկերներ ենք փնտրում այն կյանքի կոչելու համար, տարբեր մարզերում, քաղաքներում եւ այլն։ Իսկ դեկտեմբերի 24-ի համերգին մենք ուզում ենք պարոն Առաքելյանից ստանանք իր փորձը, իր գիտելիքները, որը մեր նվագախմբին շատ օգտակար կլինի, ինչպես նաև հունվարի 18-ին ունենք համերգ, Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպում է համերգ Համալիրում, ու մենք մասն ենք կազմելու այդ համերգին, քանի որ մեր համար շատ կարևոր է արցախյան տարբեր կոլեկտիվների հետ համագործակցությունը, Եվ քանի որ սա տարվա վերջին եզրափակիչ համերգն է լինելու դեկտեմբերի 24-ով ամփոփվում է տարին։ Ինչպիսին էր 25 թվականը եւ ձեզ համար անձնապես եւ արդեն նվագախմբի համար։ Հասցրեցիք ինչ պլանավորել եք անել։ Այո, կարծում եմ 25 թվականին մենք էլի շատ օգտակար ու հարուստ գործունեություն ծավալեցինք ու ինչպես նշեցի, ամենաբարձր կետը եղավ մայիսի 5-ին կայացած համերգին, բայց ինչ-որ խնդիրների հետ կապված մենք ցավոք տեմպը մի քիչ էր, ասենց ասած 3-4 ամիսը մեկ ինչ-որ համերգ էինք անում, բայց արդեն սեպտեմբերից մենք սկսել ենք ամեն ամսյա ռեժիմով աշխատել, այսինքն ամեն ամիս մենք ինչ-որ բան անում ենք, էլի ինչ-որ գործողություն կա։ Իմ համար այդ շատ կարևոր է։ Ձեզ համար ինչպիսին էր տարին։ Տարին բավական լեցուն էր իմ գործունեության առումով, եթե այսպես նայենք, տարբեր մեր կոլեկտիվների հետ ունեցա համերգներ, ծրագրեր, նաև Լեհաստանում ունեցա կարևոր իմ ստեղծագործության կատարումը երգչախմբով, նվագախմբով եւ շատ հաճելի ավարտ է ինձ համար, եւ որ ստացա հրավեր Արցախ նվագախմբից կազմել այս ծրագիրը,
ասեմ, որ շատ ոգևորված եմ, առաջին անգամ եմ այս նվագախմբի հետ համագործակցում եւ քանի որ տարբեր նվագախմբերի հետ ես աշխատել եմ եվրոպական, ամերիկյան, կանադայի եւ այլն, ունեմ համեմատելու բան, ուրեմն պետք է ասեմ, որ շատ բարձր մակարդակի են, երիտասարդ են, բայց մակարդակը բավականին բարձր է եւ ամենակարևորը բծախնդիր են եւ զգայուն են, փոքրիկ նյուանսների նկատմամբ դիրիժորը անմիջապես զգում է այդ զգայունությունը, դա շատ կարևոր է եւ ոգևորված եմ եւ հույս ունեմ հաճախ ուրեմն ունենալ այսպիսի համագործակցություն։ Շատ լավ, իսկ համագործակցության առանձնահատկություններ ունեն, այսինքն կա մի բան, որ այս ամբողջ ընթացքում ձեր մեծ գործունեության Արցախ նվագախումբը այսպես առանձնանում է ձեզ համար, բացի իհարկե նշած այն էլեմենտներից, որն արդեն ասացիք։ Իմ կարելի ասել հերթական համերգներից մեկն է մի կողմից ծրագրային առումով։ Կա առանձնահատուկը այն է, որ բարոկո երաժշտության որոշ նյութեր վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում չեն հնչել։ Մարչելլոյի օրինակ ջութակի կոնցերտը, Սկարլացի եւ այլն վստահ եմ, որ չեն հնչել Հայաստանում։ Դե իսկ Կոմիտասյան այդ իմ մշակումները տարբեր խմբերով արել եմ, առաջի անգամ չէ, բայց առանձնահատուկ է այն ինչ որ ասացի, որ շատ հնարավորություն ունեմ եւ ունեցա այս փորձերի ընթացքում շատ ավելի մանրամասն աշխատել, որտեղ այլ նվագախմբեր ժամանակը ավելի մանավանդ եթե պետական խմբեր են, ժամանակը քիչ է իրանց եւ փորձերի քանակն է քիչ, ուրեմն չես կարող ամեն մանրուքի վրա աշխատել, ինչպես հիմա հաջողվում է մեր դեպքում։ Այս առումով առանձնահատուկ է եւ տրամադրության առումով է առանձնահատուկ ինձ համար։ Եվ 26 թվականի համար ինչ եք պատրաստել, առաջիկա արդեն հունվարի 18-ի մասին խոսեցինք, բայց ընդհանուր ինչ ծրագրեր կան եկող տարվա հետ կապված։ Եկող տարվա հետ կապված ուրեմն ապրիլին մենք ծրագրում ենք հյուրախաղեր Կանադա, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, նաև ծրագրերում կա ջազի ու դասական երաժշտության համագործակցությունը Արցախի պետական ջազ նվագախմբի հետ։ Հիմա նույնպես դա մշակման փուլում է, ասենց ասած, էլի մտքեր կլինեն։ Էլի կլինեն պարտադիր, իհարկե կամերային է նվագախումբը, բայց համալրումներ սպասվում են եւ արդյոք բաց եք, հա, այս դաշտում նաեւ։ Շատ բաց ենք ու ինչպես նշեցի, օրինակ ջազ նվագախմբի հետ համագործակցություն կունենանք, նաեւ հունվարի 18-ին ժողովրդական նվագարանների հետ համագործակցություն կունենանք, նաեւ այլ ծրագրեր կա երգչախմբերի հետ կապված, բենդերի հետ կապված նաև ժամանակակից ինչ որ նոր բաներ ենք մտածում, որովհետև կարծում եմ հիմա պետքա հինը արդեն այնքան շատ է արած, ասենց ասած, հնի մեջ նոր բան անել մի քիչ դժվար է, դրա համար ասենց ավելի նոր բաներ ենք փորձում մտածենք, որովհետև երիտասարդ սերունդը իմ կարծիքով ավելի շատ դա է գնահատում, իրանց հետ է դուր գալիս, մենք էլ դա նույնպես ուզում ենք։ Եվ պետք է ժամանակին համընթաց քայլել, իհարկե։ Այո։ Հիանալի է, ես կարծում եմ, որ պետք չէ բաց թողնել հենց այս իրադարձությունը կարևոր, որովհետև սա եւս մեկ առիթ է ավելի մոտ գտնվելու այն երաժշտությանը, որի կարիքը բոլորս ունենք եւ հատկապես ամանորյա այս նախատոնական խորհուրդը ել ավելի ջերմ է դարձնում այդ հանդիպումը, այնպես որ մաղթենք ձեր համագործակցությանը շարունակություն, ինչպես մայստրոն նշեց, պատրաստ է, հա, այս ամենը դարձնել պարբերաբար արդեն ընթացող համերգների եւ ամենանշանակ եթե երիտասարդները պատրաստ են այդ ավյունով տրամադրվել գործին, իսկ դա անհրաժեշտ է յուրաքանչյուր գործի մեջ, ուրեմն համագործակցությունը լինելու է հիանալի։ Այնպես որ հաջողություններ ձեզ։ Եվ ձեր սպասելիքները արդարանան, որովհետև այստեղ շատ աչքերի փայլով եք այս համագործակցությանը սպասում եւ իհարկե հիշեցնենք դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանը։ Այո, Տուն թանգարան։ Արամ Խաչատրյան տուն թանգարանում դեկտեմբերի 24-ին կլինի երեկոն։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, քանի որ հենց այդ երեկո, հա, դուք մեծ էմոցիա եք նվիրելու հանդիսատեսին, ձեզ այս պահին ամանորյա բացիկներ, արևոք բացիկները, որտեղ հայտնի երգերից են ֆրազները, եւ այս բացիկները նախատեսված են նվերներ հետ միասին տալ սիրելիներին։ Սա ձեզ թող մի փոքր տոն ավելի ջերմ դարձնի, իսկ մենք կփորձենք այս ամենը պարբերաբար արդեն մեր եթերում լուսաբանել։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։